2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի մարզպետարանների, իսկ դրանից ուղիղ 1 տարի հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ԳԳՄՍ նախարարության ենթակայությանը, այսինքն դպրոցների համար կսահմանվի 1 լիազոր մարմին եւ դրանց բովանդակային կառավարումը կիրականացնի նախարարությունը։ Վարչատնտեսական գործառույթների հարցերով ըստ նախարարի իրենք կշարունակեն համագործակցել մարզերում մարզպետի աշխատակազմի, իսկ Երևանում քաղաքապետարանի հետ։ Ըստ էության դպրոցների մեծ մասը չեն գործում նախարարության լիազորությամբ եւ մենք տեսնում ենք, որ սա նաեւ քաղաքականության միասնական իրականացման տեսանկյունից առաջ է բերում մի շարք խնդիրներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների ընդհանուր 1400 դպրոցներից ԳԳՄՍ ենթակայությամբ գործում է շուրջ 130 դպրոց։ Ստացվում է, որ դպրոցների գերակշիռ մասը գործում է կամ մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ, կամ էլ Երևանում քաղաքապետարանի։ Փորձագետները հիմնականում դրական են գնահատում փոփոխությունները, բայց նաև մատնանշում են թերությունները։ Արդեն հաշվի չի առնվի տեղական առանձնահատկությունները։ Կրթական հաստատությունները ոչ միայն կրթություն կազմակերպելու համար վայրեր են, այլ նաև հանդես են գալիս որպես մշակութային օջախներ։ Կարող են դասերից հետո կազմակերպել մշակութային միջոցառումներ, համայնքային միջոցառումներ եւ այլն, որոնք այս պարագայում արդեն կունենան որոշակի դժվարություններ։ Ըստ էության թույլ չի տալու կամ դժվարացնելու է նրանց գործառույթի այս բաղադրիչը։ Մասնագետները չեն բացառում նաև, որ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար կպահանջվեն թույլտվություններ, ինչն էլ իր հերթին ժամանակատար կլինի։ Կարճ ասած, բյուրոկրատական քաշքշուկ։ Օրինակ են բերում, որ վերջերս քոլեջներից մեկում հանդիպում անցկացնելու համար քոլեջի տնօրինությունը 1 ամիս առաջ է դիմել նախարարությանը, որպեսզի պարզապես կրթության փորձագետների մուտքը ապահովելու թույլտվություն ստանա։ Մասնագետները նաև նկատում են, որ աշխատանքների բաշխման գործընթացում նույնպես կառաջանան խնդիրներ։ Պատմում են, որ որոշ ուսումնական հաստատություններում երկիշխանություն է ձևավորվել։ Դպրոցի տնօրենը եւ կազմակերպիչ համակարգողը այդ ֆինանսատնտեսական հարցերի տարբեր մարդիկ են վերահացվում կոնֆլիկտի այդպիսի հարաբերությունները։ Մարդիկ կան, որոնք երկար տարիներ ապրել են տվյալ բնակավայրում եւ որոշակի ավանդույթ է ձևավորվել տվյալ կրթական հաստատությունում եւ հիմա նախարարությունից թելադրվելու է միասնական քաղաքականություն, որը երբեմն կարող է հակասել այդ ավանդույթներին։ Հիմա եթե նախարարությունը որոշումներ կայացնի, որտեղից է գտնելու այդպես անաչառ մարդիկ, որոնք դպրոցների կառավարման խնդիրներով զբաղվեն, դա էլ մի քիչ դժվար կլինի, էլի։ Միջազգային փորձը աչքի առաջ մասնագետները համարում են, որ ավագ դպրոցները պետական վերահսկողության տակ պետք է լինեն, իսկ տարրականները թողնվեն համայնքներին։ Կրթության պատասխանատուները պնդում են, որ հանրակրթական համակարգում նախատեսվող կառավարման փոփոխությունը նպատակ ունի միավորել կրթական քաղաքականության իրականացումը 1 լիազոր մարմնի շրջանակում, ապահովելու միասնական մոտեցումներ։ Միաժամանակ փորձագետները զգուշացնում են, կենտրոնացումը կարող է որոշակի ռիսկեր բերել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։